Ողջույն Տիգրան։ Ողջույն։ Փորձագիտական այցով մի քանի օր է Վաշինգտոնում, այս տարբեր հանդիպումներ ես ունեցել պետական մարմինների հետ, փորձագիտական խմբերի ներկայացուցիչների հետ, նախ մինչև թեմաներին անդրադառնալը մի փոքր կուզեի ներկայացնես ընդհանուր քո տպավորություններից, որքանով է Միացյալ Նահանգները մեր տարածաշրջանով հետաքրքրված։ Այո, վերջին օրերի ընթացքում մի քանի գործընկերներով գտնվում ենք Վաշինգտոնում եւ տարբեր հանդիպումներ ինչպես փորձագիտական շրջանակների հետ, այնպես էլ Միացյալ Նահանգների տարբեր պետական կառույցների ներկայացուցիչների հետ։ Կարծում եմ այս փուլում Վաշինգտոնում այնուամենայնիվ գլխավոր ուշադրությունը իրանական պատերազմի վրա է, այսինքն չնայած մենք հիմնականում քննարկում ենք Հայաստանի հետ կապված հարցերը, բոլորի համար ակնհայտ էր, որ իրանական թեման երակայող թեմա է հիմա Միացյալ Նահանգներում, բայց հատկապես այն պաշտոնյաները, որոնց հետ մենք ենք շփվել, բնականաբար առաջին հերթին զբաղվում են Հայաստանի հետ կապված հարցերով, եւ այդ առումով իրանական թեման ավելի շատ ֆոնով էր քննարկվում, քան թե հիմնական քննարկումների թեման էր։ Ընդհանուր առմամբ կարծում եմ բավականին մեծ ուշադրություն կա տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ եւ մասնավորապես Հայաստանում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ վերջին տարիներին պարբերաբար այցելելով Վաշինգտոնը ես տեսնում եմ, որ այդ ուշադրությունը ժամանակի ընթացքում աճում է, օրինակ եթե համեմատենք 2-3 տարի առաջ տեղի ունեցած այցերի հետ, այն ժամանակ ընդհանրապես Հայաստանը չկար այս խոսակցություններում, հիմա մենք տեսնում ենք, որ կան բավականին լուրջ շրջանակներ, ինչպես փորձագիտական, այնպես էլ պաշտոնական, որոնք այնուամենայնիվ բավականին մեծ ուշադրությամբ հետևում են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, այստեղ խոսքը գնում է բնականաբար, եթե խոսում ենք Միացյալ Նահանգների տեսանկյունից առաջին հերթին թրիփի հետ կապված գործընթացների հետ, բայց նաև Հայաստան, Միացյալ Նահանգների երկկողմ օրակարգի տարբեր թեմաներն են ուշադրության կենտրոնում, այս փուլում բնականաբար նաև ընտրություն։ Առաջարկում եմ հենց թրիփից սկսենք, ինչ գործընթացները որ փուլում են առհասարակ ամերիկյան կողմից, ինչ թարմացումներ կան այս նախագծի հետ կապված։ Դե տես, մենք բնականաբար ինչ-որ դետալներ չենք քննարկել եւ դժվար թե մեզ ինչ-որ դետալներ եւս պատմեին տարբեր կառույցների ներկայացուցիչներ, նույնիսկ եթե տիրապետեին այդ տեղաններին, բայց զգացողությունը այն է, որ գործընթացը կանգ չի առել, այն շարունակվում է։ Մենք այս մասին խոսել ենք նաև Երևանում մեր նախորդ թողարկումների ընթացքում, այստեղ այդ գնահատականը կարելի է հաստատել, որ գործընթացը շարունակվում է, իհեճուկս Իրանում շարունակվող կամ Իրանի շուրջ շարունակվող ճգնաժամին թրիփի շուրջ տարբեր բանակցություններ, այդ թվում նաև տեխնիկական հարցերով տեղի են ունենում։ Թրիփի հետ կապված ինձ համար շատ կարևոր արձանագրումը, որը ես ունեցա այս հանդիպումների ընթացքում, այն է, որ այս նախագծի շուրջ կա երկկուսակցական կոնսենսուս համաձայնություն Միացյալ Նահանգներում։ Այսինքն այս ծրագիրը չի դիտարկվում որպես միայն Թրամփի վարչակազմի ծրագիր կամ միայն հանրապետական կուսակցությանը հետաքրքրող ծրագրիր, այս օրերի ընթացքում բավականին շատ հանդիպումներ ենք ունեցել դեմոկրատական կուսակցություն ներկայացնող տարբեր գործիչների հետ եւ նրանց կողմից շատ հստակ այդ ազդակը ստացվել է, որ սա դիտարկվում է որպես Միացյալ Նահանգների համար առաջին հերթին ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիր։ Բնականաբար դեմոկրատները ինչ որ վերապահումներ, տեխնիկական բնույթի վերապահումներ ունեն այս ծրագրերի հետ կապված, բայց դրանք ընդհանուր առմամբ չեն խոչընդոտելու ծրագրի իրականացմանը եւ եթե օրինակ հաջորդ վարչակազմը լինի դեմոկրատական, վստահաբար որոշ միգուցե փոքր փոփոխություններով, բայց ծրագիրը շարունակելու է արդիական լինել։ Հետաքրքիր է բացի TRIP-ը այլ ռազմավարական կարևորության ծրագրերի մասին քննարկումներ եղել են, խոսքս օրինակ միջուկային ոլորտում համագործակցության մասին է։ Այո, ես հենց դա եմ ուզում ասել, որ բացի TRIP-ից նաև հայ-ամերիկյան հարաբերությունների մատակա այլ ռազմավարական ծրագրերի պարագայում եւս մենք նկատում ենք այս մոտեցումը։ Նույն միջուկային ոլորտում հնարավոր համագործակցության թեմայում կա այն ընկալումը, որ սա հետաքրքիր է ոչ միայն հանրապետականներին, ոչ միայն
Տրամփի վարչակազմին, այլ նաև դեմոկրատներին, եւ սա գիտես ինչ-որ չափով նաև բնական է, որովհետեւ եթե մենք խոսում ենք այս գործընթացների մասին, պետք է հասկանալ, որ դրանց մեկնարկը տրվել է Տրամփի վարչակազմի իշխանության գալուց առաջ, այսինքն թրիփի շուրջ բնականաբար այլ փաթեթավորման քննարկումները շատ ավելի շուտ էին սկսել եւ դեմոկրատական վարչակազմն էր հենց դիվանագիտական բավականին լուրջ աշխատանք նաեւ կատարել կողմերի հետ Թրամփի վարչակազմի այդ տրանզակցիոն արտաքին քաղաքականությունը նաեւ բարձր մակարդակով ներգրավվածությունը իհարկե շատ մեծ դեր են ունեցել այս ծրագրերը ավարտին հասցնելու համար կամ այս համաձայնություններին հասնելու համար, բայց ընդհանուր առմամբ կարծում եմ որոշակի շարունակականություն երկու վարչակազմերի միջև գոյություն ուներ եւ նույնը վերաբերում է նաեւ Հայաստան Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության օրակարգի այլ առանցքային թեմաների, ինչպես արդեն նշեցինք, միջուկային ոլորտում համագործակցությունը, բայց նաեւ այլ բոլոր մյուս գործընթացները, որոնք մենք վերջին շրջանում տեսնում ենք, այդ թվում նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը, ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մեկնարկը եւ այլն։ Այսինքն կարող ենք ասել, որ հայ-ամերիկյան հարաբերությունները, ինչպես դու նշեցիր քո նախորդ այցերի քննարկումները հաշվի առնելով, հայտարարությունների կամ տեսական քննարկումների դաշտից վստահ տեղափոխվել են արդեն գործնականի։ Այո, վստահաբար, կարծում եմ այս գործընթացը տեղի էր ունեցել շատ ավելի շուտ։ Այս փուլում կարծում եմ գլխավոր մտահոգությունը այն էր, որ պայմանավորված Իրանի շուրջ ստեղծված իրավիճակով թրիփը չի լինելու առաջնահերթությունների շարքում եւ միգուցե ամենաբարձր քաղաքական մակարդակում դա այդպես է, այսինքն բարձր է, որ որոշում կայացնողները Վաշինգտոնում այս փուլում չեն մտածում թրիփի իրագործման շուրջ, բայց ավելի ցածր մակարդակում, ավելի տեխնիկական մակարդակում աշխատանքները շարունակվում են եւ սա կարծում եմ դրական գործոն է։ Նույնը կարելի է ասել նաեւ բոլոր մյուս գործընթացների մասին։ Ես կուզեի նաև խոսենք Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին եւ Միացյալ Նահանգների ուշադրությունը այս ընտրությունների հետ կապված արդյոք հետևում են, հետաքրքրված են, ինչ են խոսում առհասարակ։ Այո, այստեղ իհարկե պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ մենք հիմնականում հանդիպում ենք այն գործիչների հետ, որոնք զբաղվում են Հայաստանում, այսինքն դա նրանց աշխատանքի մասն է նաև հետևել այս բոլոր գործընթացներին, բայց ընդհանուր առմամբ այո, բավականին մեծ ուշադրություն կա ընտրությունների նկատմամբ, բոլորը հասկանում են, որ սա չափազանց կարևոր ընտրություններ են։ Մեծ հաշվով այն գնահատականը, որը մենք ունեցել ենք նախկինում, որ սա նաև աշխարհաքաղաքական ընտրություններ են եւ բոլոր ուժային կենտրոնները ունեն իրենց նախապատվությունները հաստատվում են, այսինքն բարձր է, որ Միացյալ Նահանգներում կա ակնկալիք, որ գործող իշխանությունները ամենայն հավանականությամբ ներընտրվելու են եւ նաեւ գործող իշխանությունների հետ են կապում այս ծրագրերի իրագործումը, այդ առումով որևէ նորություն չկար, բայց այո, բոլոր քննարկումներում ընտրությունների վերաբերյալ հարցերը բավականին շատ էին եւ կարելի ասել նույնիսկ որ գերակայող էին։ Հետաքրքիր է այն բոլոր իրադարձությունները կամ հայտարարությունները, որ Հայաստանում հնչում են նախընտրականի մասին է խոսքս, որքանով են ճիշտ տեղ հասնում նույն փորձագիտական խմբի ներկայացուցիչներին կամ պետական մարմիններին, ովքեր որ զբաղվում են Հայաստանով առհասարակ, հաշվի առնելով ապատերեկատվությունը եւ մի շարք այլ հանգամանքներ։ Արդյոք ամբողջությամբ պատկերացնում են ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Կարծում եմ ինչ որ ընդհանուր ինֆորմացիա տեղ հասնում է, բայց բնականաբար գտնվելով Վաշինգտոնում բավականին դժվար է հասկանալ այդ հայտարարությունների, գործընթացների շատ մանրուքներ, այսինքն շատ հաճախ այդ ընկալումները բավականին մակերեսային էին, չնայած սա կախված է նաև թե որ դերակատարի մասին ենք խոսում, օրինակ հանդիպումներից մեկի ընթացքում մեզ հարցրել էին ամենավերջին նախընտրական ինչ որ դաշինքների մասին, շատ փոքր կուսակցությունների միավորման եւ այլն, այլ ավելի մեծ։ Այսինքն սա նշանակում է, որ կան մարդիկ, որոնք շատ ավելի մանրամասն, շատ ավելի ուշադիր են հետևում այս գործընթացներին, բայց ընդհանուր առմամբ կարծում եմ այնուամենայնիվ բավականին սև ու սպիտակ պատկեր կա, սև ու սպիտակ պատկերացումներ կան մեր քաղաքական իրավիճակի մասին։ Այս փուլում կարծես թե
այլ երանգները շատերին չի հետաքրքրում։ Ես իհարկե իմ հանդիպումների ընթացքում փորձում եմ նաև այդ ուղերձը հասցնել, որ իրականում ընտրությունները իհարկե կարևոր են, բայց նաև նախընտրական փուլն է բավականին կարևոր եւ ինչ է տեղի ունենալու եւ այստեղ եթե տարբեր դերակատարներ հետաքրքրված են Հայաստանի ժողովրդավարության կայացմամբ, պետք է նաև մտածեն, թե ինչ պետք է անել նախ հետընտրական փուլում, որովհետև հետընտրական փուլում իմ ընկալմամբ ժողովրդավարության տեսանկյունից բավականին մտահոգիչ միտումներ կարող են լինել։ Եվ զրույցն ամփոփելով, այլ նման փորձագիտական այցերը որքանով են կարևոր, հենց թեկուզ միայն տեղեկատվություն կամ դաշտում ու երկրում եղած առհասարակ իրական պատկերը, ամբողջական պատկերը փոխանցելու տեսանկյունից։ Կարծում եմ այս տիպի այցերը չափազանց անհրաժեշտ են եւ այս տիպի այցերի պարբերականությունը եւս չափազանց անհրաժեշտ է, որովհետեւ իհարկե կարելի է Երևանում նստած տարբեր եզրահանգումներ անել, ժամանակակից աշխարհը հնարավորություն տալիս է նաեւ ինֆորմացիայի տարբեր աղբյուրների հասանելիություն ունենալ, բայց հանդիպել կոնկրետ մարդկանց հետ, ովքեր մշակում են այդ քաղաքականությունը, ովքեր իրենց տեսանկյունից են դիտարկում այդ քաղաքականությունը, կարծում եմ չափազանց կարևոր է եւ այդ առումով իհարկե պետք է խթանել այս տիպի այցերը ոչ միայն Վաշինգտոն, այլ նաև այլ կարևոր կենտրոններ, որտեղ Հայաստանի վերաբերյալ որոշումներ են կայացվում, որոնց հետ Հայաստանը փորձում է զարգացնել հարաբերությունները։ Շնորհակալ եմ Տիգրան։ Ես էլ եմ շնորհակալ։